Այսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ խաղային ոլորտը էականորեն փոփոխություններ է կրել։ Հասանելի են դարձել մի շարք բջջային հավելվածներ, ինտերնետ կայքեր, որոնց միջոցով խաղադրույքներ կատարելը եւ ինտերնետ շահումով խաղերի մասնակցելը դարձել է ծայրաստիճան հասանելի եւ դրա հետ մեկտեղ առաջ են եկել մի շարք մարտահրավերներ։ Մենք փորձել ենք այս օրենքների նախագծի փաթեթով մի շարք նոր կարգավորումներ ներդնել, որը կօգնի կիրառել այն օրենսդրական սահմանափակումների դաշտը, որը մենք ունենք այսօր արդեն իսկ ներդրված։ Գործող սահմանափակումները ըստ էության այնպես է ստացվել, որ շատ պատշաճ ձևի կամ հիմնականում պատշաճ ձևի կիրառվում են նաև մեր հսկողության արդյունքում լիցենզավորված օպերատորների կողմից, այսինքն լիցենզավորված խաղատների, on-line կայքերի եւ այլ մասնակիցների կողմից, սակայն քանի որ ինտերնետը Հայաստանում բավականին բաց է եւ գրեթե սահմանափակումներ մենք ինտերնետ դաշտում չունենք, ստացվել է այնպես, որ մի շարք ապօրինի խաղատներ, on-line խաղատներ, որոնք Հայաստանում լիցենզավորված չեն, միգուցե ունեն լիցենզիա այլ երկրներում, սակայն Հայաստանի օրենսդրության շրջանակներում որևէ գործընթաց չեն անցել, իրենց ծառայություններն են առաջարկում եւ մատուցում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ընդ որում ունենք դեպքեր, երբ այդ ծառայությունները ոչ թե ուղղակի իրենց այլ երկրի կայքերով, այլ լեզուներով են առաջարկում, այլ հենց հայերեն լեզվով։ Այսինքն թիրախավորված հենց հայկական շուկայի համար այդ միևնույն ժամանակ չունենալով որևէ լիցենզիա, չվճարելով Հայաստանում որևէ տեսակի հարկեր, պետական տուրքեր, սահմանված այլ վճարներ։ Այս ամենը կարգավորելու հետ կապված իհարկե օրենսդիրը նախկինում էլ փորձել է մի շարք կարգավորումներ ներդնել եւ գործադիրը փորձել է այդ կարգավորումները կիրառել, բայց մեր համոզմամբ այդ կարգավորումները բավականաչափ արդյունավետ չեն։ Մասնավորապես գործող օրենսդրությամբ հնարավորություն կա ինտերնետ տարածքում կիրառել որոշակի արգելափակումներ, սակայն այդ արգելափակումների կիրառումը նախ ինքնին բավականաչափ արդյունավետ չէ, որովհետև կան տարբեր շրջանցման մեխանիզմներ, VPN-ների մասին բոլորս տեղյակ ենք, բայց բացի դրանից նաև մեր բյուրոկրատական գործընթացը, որը նկարագրված է օրենքով, բավականին դանդաղկոտ է եւ ժամանակատար։ Արդյունքում, մինչև մենք գործընթաց եք իրականացնում, օրինակ 50 կայք արգելափակելու համար, այդ գործընթացի ավարտին արդեն համապատասխան կազմակերպությունները ստեղծած են եւս 50 կայք, որը նույն գործընթացով պետք է անցնել։ Այս ամենով պայմանավորված մենք առաջարկում ենք ներդնել երաստիճան պաշտպանության համակարգ, որը ուզում եմ նշել, որ չի ամբողջովին վերացնելու վտանգը, բայց կարծում ենք էականորեն նվազեցնելու է հնարավոր սպառնալիքները։ Այսպիսով, ինչպես արդեն նշեցի, ինտերնետ սահմանափակումների հետ կապված գործընթացը այսօր էլ օրենսդրությունում կա, մենք առաջարկում ենք այդ գործընթացը պարզեցնել եւ PEC տիրույթում կստեղծվի ինտերնետային ռեսուրս, որտեղ օպերատիվ կերպով ամենօրյա ռեժիմով մեր աշխատակիցները կավելացնեն այն կայքերը, որոնք ենթակա են արգելափակման մեր մշտադիտարկման օպերատիվ աշխատանքների արդյունքում, որը հնարավորություն կունենա նաեւ ստուգել եւ տեսնել այլ շահագրգիռ կողմեր, շահագրգիռ մարմիններ, այդ թվում նաև լիցենզավորված օպերատորները եւ իրենց եւս ներդրում ունենալ այդ ամենի մեջ եւ համապատասխանաբար մեր տելեկոմ հեռահաղորդակցության կապի օպերատորները պարտավորություն կունենան նմանատիպ ցանկում հայտնված կայքերը, այսպես կոչված սև ցանկում հայտնված կայքերը արգելափակել։ Ըստ էության Հայաստանում կգործեն միայն այն կայքերը, որոնք որ կլինեն սպիտակ ցանկում, անգլերեն white list է կոչվում, որը լիցենզավորման շրջանակներում արդեն կարգավորված է, այսինքն այդ կայքերը կունենան համապատասխան լիցենզիա Հայաստանում գործելու եւ կգործեն։ Իսկ դրանցից զատ բոլոր կայքերը, որոնք կայացվում են ստեղ ցանկերում, դրանք արգելափակվեն։ Երկրորդ պաշտպանության շերտը, որ առաջարկում ենք ավելացնել, որ կարծում ենք շատ կարեւոր է, դա վճարաշվարկային համակարգերի հետ է կապված։ Բնականաբար այս կայքերը պետք է ինչ-որ տեղից գումարներ ստանան, շահումներ փոխանցեն եւ այլն, եւ մեր վճարաշվարկային համակարգը իհարկե այսօր էլ որոշակի առումով փորձում է սահմանափակել, բայց ոչ բավական կարծում ենք արդյունավետ, օրենքի շրջանակում կփորձենք դա ավելի
համապարփակ արգելափակել։ Երրորդ շերտը գովազդն է, որին չհասցրեցի անդրադառնամ, բայց հարցերի ընթացքում կամ ելույթների շրջանակում կփորձեմ դրան եւս անդրադառնալ։ Շնորհակալություն։ Հարցեր, պարոն Գևորգյան։ Համեցեք, պարոն Թունյան։ Պարոն Գևորգյան, այդ գովազդի մասին ինչի մասին չհասցրեցիք խոսել, խնդրում եմ այդ մասին էլի ասեք։ Շատ լավ, շնորհակալ եմ պարոն Թունյան հնարավորության համար։ Երրորդ պաշտպանության շերտը մեր կարծիքով եւս շատ կարեւոր դա գովազդն է։ Հասկանալի է, որ ինտերնետ տիրույթում գովազդը բավականին խառնիխուռն երևույթ է եւ դրա արգելափակումը եւս բնականաբար բավականին բարդ է։ Մենք որոշակի կարգավորումներ ենք նախատեսել, որ համաշխարհային գովազդային ծառայություններ մատուցող կազմակերպությունները, ինչպիսիք են օրինակ Google-ը, օրենսդրորեն արգելք ունենան Հայաստանը թիրախավորելու, եթե խոսքը գնում է խաղատների մասին, խաղատների գովազդի մասին, որովհետև խաղատների գովազդը ըստ էության անկախ նրանից դրանք լիցենզավորված են թե չլիցենզավորված, Հայաստանում արգելված է։ Եւ այս առումով առաջատար հարթակների հետ մենք արդեն իսկ որոշակի աշխատանքային երկխոսություն ենք սկսել մեր ԱՄՆ գտնվող դեսպանության միջոցով եւ կշարունակենք այդ երկխոսությունը, իսկ օրենսդրության կարգավորումների ամբողջությամբ ունենալու պարագայում նաեւ արդեն հստակ օրենսդրական հղումներով խնդրենք մեր գործընկերներին հնարավորություն չընձեռնել այս կայքերին Հայաստանում իրենց ծառայությունները գովազդելու։ Սա է ըստ էության գովազդի մասով արգելափակում, սահմանափակումները։